Իրանի շուրջ թեման կքննարկենք վերլուծաբան Իրանագետ Քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ։ Բարի երեկո, Սաթենիկ։ Բարի երեկո, Թերեզա։ Սաթենիկ, Իրանում հրադադարի անժամկետ երկարաձգումը պտուղներ տալիս է։ Թերեզա, այո, Թեհրանի օդանավակայանում այսօր իրականացրել են առևտրային չվերթներ, այսինքն 50 օր անց Իրանի դեմ ամերիկյան եւ իսրայելական հարձակումներից հետո իրականացրել են առաջին առևտրային չվերթները։ Դրանք իրականացվել են դեպի Թուրքիա, Սաուդյան Արաբիա եւ Օման։ Իրանում արդեն նույնիսկ խոսում են վնասված շենքերը վերականգնելու մասին։ Իրանի առաջին փոխնախագահն է խոստացել Իրանը կառուցել նախկինից ավելի շքեղ։ Ըստ Մոհամմադ Ռեզա Արեֆի, քանդված շենքերը վերականգնելու համար վաճառողներից նվեր են ստանում շինանյութ, իսկ գյուղացիներից էլ աջակցություն շինարարական աշխատանքներում։ Մեջբերեմ իր խոսքերը. Սա պարզապես բետոնի ու պողպատի վերականգնում չէ, այլ ժողովրդի եւ պետության միասնականության դրսեւորում։ Թերեզա, գուցե թվա, թե սա հավասարացություն է, սակայն այս օրերին էլ իրանցիները աչքի են ընկնում իրենց առանձնահատկություններով։ Գրեթե ամեն օր Իրանի տարբեր քաղաքների հրապարակներում հավաքվում են եւ իրենց երախտիկն են հայտնում զոհվածներին պատերազմի եւ աջակցությունը Իրանի դիմադրությանը։ Օրեր առաջ նույնիսկ իրանցի մի զույգի հարսանիք կազմակերպվել էր հենց հրապարակներից մեկում հավաքներից մեկի ժամանակ։ Սաթենիկ, այսինքն Իրանը վերադառնում է իր բնականոն կյանքին։ Թերեզա, կարելի է ասել, այո, Իրանը ցույց է տալիս ի դեպ, որ իրանցիների հայտարարությունները, որ մենք երկար կարող ենք դիմադրել Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարձակումներին, հռետորաբանություն չէ։ Իրանը հզոր պետություն է եւ պատերազմական վիճակում պատժամիջոցների զուգահեռ Իրանի ապարատները աշխատում են անխափան եւ իրանցիների միասնականությունն ու պետության պաշտոնյաներին անվերապահ աջակցությունը նաեւ ինքնավստահություն է տալիս իրանցի պաշտոնյաներին բանակցության սեղանի շուրջ թելադրող դիրքերից խոսելու։ Պատահական չէ, որ Իրանի արտգործնախարարը Իսլամաբադից մեկնելու է Օման եւ Ռուսաստան քննարկելու երկկողմ հարաբերություններ եւ տարածաշրջանային զարգացումներ։ Շնորհակալ եմ, Սաթենիկ։ Շնորհակալ եմ, Թերեզա։ Հարգելի հեռուստադիտողներ, Իրանի շուրջ իրավիճակը քննարկեցինք վերլուծաբան Իրանագետ Քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ։ Հարգելի հեռուստադիտողներ, այժմ համառոտ, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ մասում։